հրաշալի ես դու Տեր, ինչ հրաշալի է քո ներկայությունը Տեր, չկա ավելի գերբնական բան, քան քո ներկայության մեջ ալվելը Տեր, մենք կանգնած ենք այստեղ Տեր, միաբանության մեջ Տեր, և երկրպագում ենք քեզ Տեր, և ասում ենք Տեր, ինչի միջով էլ անցնենք, ինչ դժվարությունների միջով, նեղ ճանապարհով, մենք պետք է կանգնենք և գոհանանք քեզանից Տեր, որտև այն գինը, որ դու վճարել ես մեզ համար, դա անփոխարինելի է Տեր, անգինը Հիսուս, մենք ասում ենք, գոհանում ենք քեզանից Տեր, պիտի գոհանանք քեզանից, բարի Աստված, մենք քեզ ենք հուսացած Տեր, դու ես մեր ապավենը Տեր, մեր փրկիչը, մեր արքա։ Հաճախ ինձ համար պահեր կան դժվար, հոգսեր ու խավար, դավերն են գուչար, թախից ու կարոտ, երբ լույսն է աղոտ, գտել եմ սակայն, ես ելքն ու ճամփա, հաճախ ինձ համար պահեր կան դժվար, հոգսեր ու խավար, դավերն են գուչար, թախից ու կարոտ, երբ լույսն է աղոտ, գտել եմ սակայն, ես ելքն ու ճամփան, բայց այս անգամ ես պիտի գոհանամ ու փառքամ ես նրան, բարի է Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ ու փառքամ ես նրան, բարի է Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ։ Դուր քո սրտի գոհությունը, հիմա այստեղ ժամանակն է, որ ասես Տեր, ինչ էլ լինի, ես գոհանում եմ քեզանից Տեր, թող քո գոհությունը բացի դռները հաղթության քո կյանքի, հալելույա, գոհանում ենք քեզ Տեր։ Հաճախ ամենում ջանքեր են իզում, չկա ոչ մի հետ, թե ինչ է մեզ պետք, ճամփան է շատներ, սակայն կա մի տեղ, ուր որ ես գիտեմ, թե ինչ պիտի անեմ, հաճախ ամենում ջանքեր են իզում, չկա ոչ մի հետ, թե ինչ է մեզ պետք, ճամփան է շատներ, սակայն կա մի տեղ, ուր որ ես գիտեմ, թե ինչ պիտի անեմ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի
անգամ ես պիտի գոհանամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառտամ ես նրան, բարի է Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառտամ ես նրան, բարի է Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառտամ ես նրան, բարի է Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, հալելույա Տեր, Հայր պետքա գոհանամ քեզանից Հիսուս, Տեր իմ Աստված, որովհետև դու ես արժանի ողջ փառքին ու գովասանքին, Հայր շնորհակալ եմ իմ Սուրբ Աստված, իմ Տեր Հիսուս Քրիստոս, քո փառահեղ հաղթանակի համար, քո հարության համար Տեր, քո քաղցր ու սուրբ ներկայության համար Տեր, քո հարց եկեղեցու համար Տեր, այստեղ գտնվող ամեն քրոջս ու եղբորս համար Տեր, ամեն քեզ հավատացողի համար Տեր, Հիսուս գոհանում եմ քեզանից Տեր իմ Աստված, խնդրում եմ քո հոգու առաջնորդությունն ու հսկողությունը լինի իմ շուրթերի վրա Տեր, ասեմ են ինչ կկամենաս որ ասեմ, ինձանից ոչինչ չասեմ Տեր, թող կարենը մեռնի Տեր, թող քո հոգին գործի Տեր, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով Տեր, քո առաջ եմ բերում Կրասնոդար քաղաքը Տեր, այստեղ բնակվող ամեն մի հայախոս ժողովուրդ Տեր, եւ խնդրում եմ Սուրբ Հոգի, որ իրանց կյանքերում Տեր, իրանց սրտերում Տեր իմ Աստված հարություն առնես, որ հավատան քեզ Տեր ջան ու քո հետ հարություն առնեն Տեր, որ քեզանով փրկություն ստանան Տեր, Հիսուս Քրիստոսի անունով օրհնում եմ այսօրվա ծառայությունը, օրհնում եմ ամեն մեկին Տեր, հրճագում եմ քո խոսքը Տեր, քո կամքը ամեն մեկի կյանքի վրա Տեր, որ լցված քո խոսքով Տեր, զինված քո խոսքով Տեր իմ Աստված, գնան ու տանեն են սուրբ ավետարանը Տեր, են բարի լունը Տեր, որ դու հարություն ես առել Տեր, դու ազատել ես, դու փրկել ես Տեր, ամեն մի հայախոս ընտանիք, որ ամեն մի ծունկ ծալվի եւ ամեն մի լեզու դավանի, որ դու ես միակ Տերը եւ Աստված, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու եւ ողջ եկեղեցին ասեց ամեն, հալելույա, փառք ես Տեր, հալելույա, Քրիստոս հարյավի մերելոց, օրինալ է հարությունը Քրիստոսի, ամեն, փառք Հիսուսին, հալելույա, քաղցր ու զորավոր է մեր Աստված, հալելույա, բա ոնց չգոհանանք մեր Աստծուց, ամեն, մի հատ է գոհանանք, այս անգամ է գոհանանք մեր Աստծուց, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, պիտի գոհանամ ու փառտամ ես նրան, բարի է Աստված նրան ես կհուսամ, բայց այս անգամ ես պիտի գոհանամ, բայց այս անգամ ես
Շնորհակալ եմ Տեր ջան։ Շնորհակալ եմ իմ Տեր Հիսուս Քրիստոս, ողջ փառքը քեզ։ Հալելույա։ Գիտես, այնքան լցված եմ Աստծո ներկայությունով ժողովուրդ։ Հալելույա։ Աղոթում եմ, այս մի շաբաթ, երկու շաբաթ աղոթում եմ հենց այս օրվա համար, ու գիտեք, Աստված հավատարիմ է ժողովուրդ, Աստված հավատարիմ է, ամեն, փառք Աստծո, ու Տերը լցնում է իր հարս եկեղեցին, ու երեք ծառայության ենք մենք Նավառասից գում, այսօր գալուց ես անընդհատ աղոթում եմ, ասում եմ, Տեր, ես քեզ չեմ սահմանափակում, ես գոհանում եմ ամեն մի բերած մարդու համար, գոհանում ես, չէ Աստծո, ամեն մի բերած մարդու համար, բայց ասում եմ, մի անգամ մի հատ բան եմ ուզում ասեմ այս ծառայության համար, 200 պլյուս, որ այս ծառայությանը 200 պլյուս մարդ եղնի, ամեն, հալելույա, հալելույա, ու ինձ թվում է կա ժողովուրդ, փառք Հիսուսին, որտեվ Աստված հավատարիմ է, գիտես ու ինքը կանգ չի առնում, Աստված գոհացողներին օրհնում է, կարաս կողքինիդ ասես ոնց ես Տիրոջ օրհնված ու նստես Տիրոջ քաղցր ներկայության մեջ, Տիրոջ օրհնվածներ ջան, Տերը ձեզի շատ օրհնի, փառաբանության թիմ ջան, այս հրաշալի ներկայության համար, նստեք Տիրոջ քաղցր ներկայության մեջ, ժողովուրդ, համացանցով դիտողներ ջան, դուք էլ օրհնված եղնեք, Տերը ձեզի շատ օրհնի, ձեր փոխարեն մեր Լիլիթ քույրիկը ձեռով է անում, համացանցով դիտողների Տերը, հալելույա, փառք Հիսուսին, ժողովուրդ, փառք մեր Տեր Աստծուն, մեր Աստված հարություն առե մեռելներից, ամեն, մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն, հարություն առավ մեռելներից, ու գիտեք, այսօր պատահական չէր, որ հենց այս երգն էր վերջում, ու գիտեք, վկայություն պատմեմ, խոսքի վերնագիրը շատ վաղուց ստացել էի, ինչի մասին եմ քարոզելու, շատ վաղուց այդ վերնագիրը ստացել էի, Տերը սրտից դրել էր, ու հենց երկու բառը, որ Տերը սրտից դրել էր, ու ես աղոթում եմ, ասում եմ, Տեր շնորհակալ եմ, ես պետքա գոհանամ, Տեր շնորհակալ եմ, պետքա գոհանամ, փառք Հիսուսին, ու կինս ասում է, մի օր կեղնի գաս փառաբանության փորձին, հարության տոնի համար փառաբանության փորձ ենք անում, ես հիմնականում աշխատում եմ չմասնակցեմ, ասում եմ, լավ, կգամ ու գալիս եմ փառաբանության փորձին ու մեր փառաբանության թիմը երգում է այս երգը ու ես կանգնած արդասունքներս գնում եմ ուզում եմ ասեմ ես երանելի ես դու եթե Տիրոջ ներկայության մեջ լացում ես ուրեմն քարեսիրտ չես ամեն ու ես Տիրոջ ներկայության մեջ իմ արդասունքները գնում եմ ես լացում եմ Աստծո ներկայության մեջ արդասունքներս չեմ կարող պահեմ մեր թիմը սովոր է ինքը գիտի որ հովը կարա Տիրոջ ներկայության մեջ լացի երկրպագելուց լացի ասեմ, ես իմ լացը ուրիշ լաց է ժողովուրդ, ասեմ, թիմ դուք չեք է պատկերացնում դուք հենց նոր ինչ արեցիք, Աստված հենց նոր ինչ արեց, որովհետև Տերը ևս մեկ անգամ երկրպագության միջոցով հաստատեց այն խոսքը, այն վերնագիրը, որ ես ստացել եմ, ու այսօրվա խոսքի վերնագիրն է, պիտի գոհանամ, հալելույա, ես ու դու պետք է գոհացող եղնենք սիրելիս, Ձենես մի քիչ կդրվելա, բայց ոչինչ ուշադրություն մի դարձրու։ Ամեն կարևորը Տիրոջ ձենը լսես։ Կարևորը Աստված քո հետ խոսա, սրտիդ մեջ խոսա։ Ու գիտեք հետաքրքիր մի բան, որ ես ու դու պետքա գոհացող եղնենք։ Իսկ մեր հայազգը, ցավով եմ ասում, մեր հայազգը այդ գոյի դեմը մի երկու տառ ավելացե ու ինքը բառը փոխվել է։ Մի հատ դժ ավելացե։ Ավելացրել դժ գո։ Ամեն ինչից դժգոհում ենք։ Ամեն ինչից դժգոհում ենք, եղել է, չէ որ խոսում ես, գնում ես ինչ-որ հարազատիդ կամ զանգում ես, ինչ կա, ոնց եք ախպեր լավ չի, գործերս լավ չի, չէ զանգ է փող ուզելու, ուղղակի ողջությունն ես հարցնում, բայց ինքը միանգամից իր համար ասենց մի քանի բան է անում, հա, ստրախովկա, ապահովագրություն է անում ու ասում է, չէ դե, ասում է ամեն ինչ բան է, այդքան լավ չի դենց խառն է, ամեն ինչի համար դժգոհում է, բայց փոխանակասի փառք Աստծո Փառք Աստծո, առողջ եմ,
Փառք Աստծո, տնեցիկս կողքս են, փառք Աստծո, սոված չենք, փառք Աստծո, քնելու տեղ ունենք, փառք Աստծո, որ անձրևա գալի, մեր վրա չի գալի, որտեղ Աստված մեր համար ծածկոց է եւ մենք եւ ես ու դու բնակվում ենք բարձրալի ծածկոցի տակ։ Գիտես, բայց գոհանալու փոխարեն, չգիտես ինչի սկսում են դժգոհել, չգիտես ինչի ինչ որ մի բան իրանց դուրս չի գալիս, բայց Աստված ասում է, որ ես ու դու պետքա գոհանանք։ Գիտես, ինչի, հիմա կասես ինչի համար պետքա ես ու դու գոհանանք։ Աչքերդ բացել ես, փառք տուր Աստծուն, գոհացի, որ աչքերդ բացել ես։ Եթե ստատիստիկան նայես, 100 տասնյակ հազարավոր մարդիկ այսօր չեն արթնացել, բայց դու արթնացել ես, դա արդեն առիթ է, որ Աստծուն փառք տաս, դա արդեն առիթ է, որ ասես Տեր շնորհակալ եմ, որ ես արթնացել եմ, Տեր շնորհակալ եմ, որ ինձ մի օր էլ ես կյանք տվել, Տեր շնորհակալ եմ, որ մի օր էլ հնարավորություն ունեմ քեզ փառք տալու ու շնորհակալ եմ, որ դու ինձ մի օր ավել հնարավորություն ես տվել ավելի փոխվելու, ավելի քեզ մոտենալու, ավելի քեզ ճանաչելու, ավելի քեզ վստահելու, ավելի քեզ սիրելու։ Գիտես, բայց չգիտես ինչի մեր ժողովուրդը սովոր է, պետք է ամեն ինչի համար դժգոհի։ Գիտես, երբ որ դու դժգոհում ես, դու ընդամենը Աստծո ողորմածն ես։ Երբ որ դու դժգոհ ես, ամեն ինչից դժգոհում ես, դու ուղղակի ապրում ես Աստծո ողորմությունով։ Սերիս ամեն մեկս էլ ապրում ենք Աստծո ողորմությունով, ամեն։ Բայց ուզում եմ քեզ մի բան ասեմ, երբ որ դու գոհացող ես, դու լինում ես ոչ թե Աստծո ողորմածը, այլ Աստծո օրհնվածը։ Երբ որ դու օրհնում ես Աստծուն ամեն ինչի համար, ամեն ինչից առաջ ու ամեն ինչի մեջ, երբ որ դու Աստծուն օրհնում ես, դու Աստծո օրհնվածն ես։ Փորձել ես փոքր բանի համար, այն ինչը որ դու ուզել ես, չգիտես, մեծ բան ես ուզել, չի տվել, բայց փոքր բան ա տվել, փորձել ես այդ փոքր բանի համար գոհանաս։ Փորձել ես այդ փոքր բանի համար գոհանաս։ Գիտես, մենք մեզ փոքր երեխուց ավելի փոքր ենք պահում։ Երբ որ Աստծուց ինչ-որ կանֆետ ենք ուզում, սնիկերս, օրինակի համար, հա, սնիկերս ենք ուզում, բայց Աստված մեզի շուշա կանֆետ է տալիս։ Մենք ասում ենք, օ, ես էս չէի ուզել, գոհացել այդ կանֆետի համար, որտեվ սնիկերսի կառոպկեն մի հատ չէ, տուպով սնիկերսը հետևից գալիս է, որ էդի վերցնես դրա համար գոհանաս, այդ օրհնությունը կգա։ Բայց երբ որ դու ասում ես, դե չէ, ես էսի չեմ ուզում, դրանով է մնալու ես, դառնալու ես ուղղակի Աստծո ողորմածը, որտեվ չես գնահատում այն օրհնությունը, ինչ որ Աստված քո համար անում է։ Եվ ինչի համար Աստծուց գոհանամ, գիտես ինչի համար պետք է ես ու դու գոհանանք, փրկության։ Գիտես ինչի համար ես ու դու պետք է Աստծուց գոհանանք, հավիտենականության։ Քրիստոսը խաչվեց սիրելիս, որպեսզի ես ու դու ապրենք։ Հարություն առավ, որպեսզի ես ու դու փրկվենք։ Քրիստոսի հարությունով ենք ես ու դու փրկված, սիրելիս։ Դրա համար մենք ասում ենք Քրիստոս հարություն առավ մեռելներից, դա է մեր համար տոն, դա է մեր համար տոն, որովհետև ես ու դու էլ Քրիստոսի հետ հարություն ենք առնում։ Հալելույա։ Մեր Աստված փառավոր Աստված է, ամեն։ Մեր Աստված հարություն տվող Աստված է։ Գիտես ինչ է ասում Աստվածաշունչը։ Առաջին Հովհաննես Ավետարան 11:25-ում։ Գիտես Քրիստոսը ինչ է ասում իր համար։ Հիսուսը նրանց ասեց. Ես եմ հարությունը եւ կյանքը, ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապրի, եւ ամեն ով որ կենտանի է եւ ինձ հավատում է, հավիտյան չի մեռնիլ։ Հավատում ես սրան։ Քեզ մի հատ հարց եմ տալի։ Ես չեմ հարցնում, Տերն է հարցնում, ասում է, ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապրի։ Եվ ամեն ով որ կենտանի է եւ ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հիմա հարց, հավատում ես սրան։ Ամեն։ Սիրելիս, գիտես, եթե դու չհավատաս, որ Քրիստոսը հարություն առել, եթե դու չհավատաս, որ Քրիստոսը ծնվեց, եկավ, վերցրեց իմ ու քո մեղքերը իր վրա, խաչվեց ու երրորդ օրը հարություն առավ, եթե դու չհավատաս, որ եթե դու մեռնես էլ մեգա Տիրոջ հետ ապրելու ես, ուրեմն զուր ես հավատում։ Եթե դու չես հավատում Քրիստոսի հարությանը, ուրիշ հարց տամ, ինչին ես ապա հավատում դու։ Ինչին ես հավատում, եթե դու Քրիստոսի հարությանը չես հավատում։ Պիտի գոհանամ։
Տեր ջան, ես գոհանում եմ։ Ես գոհանում եմ, Տեր։ Քո թափած արյան ամեն մի կատիլի համար։ Իմ համար է խաչվե։ Իմ համար է մահացե։ Մահացա, որ ես ապրեմ։ Հարություն արա, որ ես փրկվեմ։ Կարաս փառք տաս Աստծուն։ Հալելույա։ Սիրելի, գոհացի Աստծուց ամեն քրոջդ ու աղբորդ համար, գոհացի Աստծուց ընտանիքիդ համար, գոհացի Աստծուց առողջությանդ համար, գոհացի Աստծուց ամեն բանի համար, ինչը որ ունես, գոհացի Աստծուց այն բանի համար, ինչից որ Աստված քեզ ազատել է, որ դրա մասին նույնիսկ չգիտես էլ։ Գիտես, ես ամեն անգամ, երբ որ բարձրանում եմ, գնում եմ ծառայության Աստծուց, գոհանում եմ, որ Տեր ջան, շնորհակալ եմ, որ այսօր էլ հնարավորություն ունեմ կանգնելու քո խոսքով կիսվելու։ Գոհանում եմ Աստծուց ամեն մի մարդու համար, ով որ իր կյանքը տալիս է Քրիստոսին։ Սելիս, ես ուրախանում եմ, որ եկեղեցին լցվում է, ես ուրախանում եմ, որ երկինքը լցվում է, ես ուրախանում եմ դրանով։ Գիտես խի եմ ուրախանում, որտեվ երկինքն էլ է ուրախանում, որ ինչ որ մեկը մարդ գալիս է իր կյանքը տալիս է Քրիստոսին, Աստծո խոսքն ասում է, եւ երբ որ մեկը սաղոտ կանում է, երբ որ տես գրված է այնտեղ Հռոմեացիս 19-ում, որ սրտում հավատաց, շուրթերով դավանեց, որ Աստված հարություն տվեց Քրիստոսին մեռելներից, գիտես ինչ, երբ որ է սաղոտ կանում է, փրկվում է, Աստծո խոսքն ասում է, փրկվում է, երբ որ մեկը է սաղոտ կանում է, Աստծո խոսքն ասում է, հրեշտակները երկնքում պար են գալիս, ես այդ ուրախությունով ուրախանում եմ երկնքի հետ, որտեվ դա կարևոր է, որ մարդը գալիս է իր կյանքը տալիս է Քրիստոսին, ես գոհանում եմ ամեն մի փրկվածի համար։ Գիտես, թող քո համար սովորական բան չեղնի, որ մեկը եկավ եկեղեցի, հարցնում է ծառայության վերջում, ով այսօր առաջ անգամ, եւ մեկը, երկուսը, երեքը, 10-ը, 20-ը ձեռ են բարձրացնում ու եկեղեցին ծապա տալիս, թող քո համար դա արարողություն չեղնի, թող քո համար ցնծություն եղնի, որովհետեւ երկինքը ցնծում է ամեն մեկի հաղթանակով, ամեն մեկի հարությունով։ Գիտես ինչ է տեղ ունենում, այն որ մեռած էր, կենտանացավ, կորած էր, գտնվեցավ, փառք Հիսուսին։ Պիտի գոհանամ, սելիս գոհության մեջ փրկություն կա, համաձայն ես, գոհության մեջ փրկություն կա, մի պատմություն կա Աստվածաշնչում, հիանալի պատմություն է, Ղուկաս 17-րդ գլխում է գրված այդ պատմությունը, 12-րդ խոսքից, ես չեմ կարդա, կասեմ, երբ որ Հիսուսը անց էր կենում, 10 բորոդ, Քրիստոսի հետևից, Հիսուսի հետևից գոռում էին, Հիսուս, մեզի ողորմա, թող մենք եղնենք քո ողորմածները, եւ Հիսուսը գիտեք ինչ է ասում, ասում է, գնացեք ձեր անձերը ցույց տվեք քահանայապետին, գնացեք ձեր անձերը ցույց տվեք քահանայապետին, գիտեք հետաքրքիր ինչն է, Աստծո խոսքը ասում է, եւ նրանք գնալիս, 15-րդ խոսքում, եւ նրանցից մեկը, երբ որ տեսավ, թե բժշկվեցավ, ետ դառավ, բարձր ձայնով փառավորում էր Աստծուն, եւ իր երեսի վրա ընկավ եւ նրա ոտքերի առաջին, եւ գոհանում էր նրանից, եւ ինքը սամարացի էր։ Հալելույա։ Ուրեմն պատկերացրեք, Աստված 10-ին ողորմացել է։ Ուշադիրես, 10-ին Աստված ողորմացել է։ 9 հավատացյալ էին։ Այն մեկը չէ։ Լինում է, չէ՞, դենց հավատացյալ եկեղեցու եղբայրներով հավաքվում եք միտեղ ու հավատացյալ եղբայրներից մեկ հետ մի հատ տղա է գալիս, որ եկեղեցուց չի։ Գիտես ով է։ Ծնունդով քրիստոնյա։ Իսկ հավատացյալ եղբայրները այն 9-ը որոշումով քրիստոնյա են։ Գիտես չէ տարբերությունը, որ մարդը որոշել է, որ իր կյանքը պետք է տա Հիսուս Քրիստոսին ու որոշումով Քրիստոսի հետևից գնում է։ Իսկ ես մի եղբայրը ընդամենը ծնվել է Հայաստանում։ Ստեղ ուրիշ բան է գրած է Սամարիայում։ Ու գիտեք հետաքրքիր բան է տեղ ունենում, 10-ն էլ Աստծուց ողորմություն են խնդրում։ 10-ն էլ Աստծուց ողորմություն են խնդրում։ Եվ Տերը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը 10-ին էլ ողորմում է։ Ճանապարհին, երբ որ էս մեկը, ով որ
ծնունդով քրիստոնյա է, որոշումով քրիստոնյա չի, տենում է Աստվածին հրաշքար է, ինքը հետ է դառնում։ Գիտես ուր է հետ դառնում։ Բժշկության աղբյուրի մոտ, հետ է դառնում Քրիստոսի մոտ, հետ է դառնում այն մեկի մոտ, ով որ իրան բժշկել է։ Եվ ընկնում է Տիրոջ ոտները ու Աստծուն գոհանում է իր բժշկության համար։ Աստծուն փառք է տալիս իր բժշկության համար։ Ու տեսեք, հետաքրքիրը գիտեք ինչն է։ Հիսուսը խոսեց։ Հիսուսն է պատասխանեց եւ ասեց. չէ որ 10-ն էլ սրբվեցան, վստահ է որ 10-ն է սրբվել է։ Ապա այնին ուր են, ետ դառնող չգտնվավ, որ Աստծուն փառք տա, բացի այս այլազգից, եւ ասեց նրան. վեր կաց գնա, քո հավատքը ապրեցրեց քեզ։ Սիրելիս, գոհությունը ապրեցնում է։ Գոհությունը ապրեցնում է։ Հիմա ուզում եմ խոսամ այն իննի մասին։ Այն իննը գիտես ովքեր են։ Ես ու դու, սիրելիս։ Այնքան է Աստծո հրաշքը իմ ու քո համար սովորական դառե, այնքան ենք ես ու դու սենց սովորել ենք, էլի որ Աստված ամեն օր պետք է մեզի հրաշք անի, այնքան է սովորական դառե, որ Աստծուն փառք չենք տալի, չենք գոհանում մեր նույնիսկ մեր բացված առավոտի համար։ Սովորական է դառը, գիտես խի, որտեղ մենք մեզ թվում է թե մեր համար դենց է պետք է եղնի, որտեղ ես ու դու Աստծո զավակներն ենք։ Եվ դրա համար ինձ ու քեզ ամեն ինչ պետք է եղնի։ Սելիս ինչ որ պետք է քեզ եղնի, Աստված ինչ որ քեզ անում է, գոհացի դրա համար։ Այնինը գիտես ինչ եղան։ Այնինը պրոստը դարան Աստծով սրբվածները, հիվանդությունից ազատվան։ Բայց այս գոհացողը դարավ Աստծով փրկվածը, Աստծով ապրողը, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. ես եմ հարությունն ու կյանքը, փառք Հիսուսին։ Հալելույա։ Ուզում ես մի հատ բարի բան անես։ Սերիս ուզում ես բարի բան անես։ Մարդ կա, որ ուզում է բարի բան անի։ Դավիթը գիտես ինչ է ասում։ Ասում է բարի բան անելը Տիրոջը գոհանալն է։ Սաղմոս 91-ի առաջի խոսքում բարի է գոհանալ Տերիցը եւ Սաղմոս ասել քո անունին, որ վարձյալն է։ Առավոտից պատվել քո ողորմությունը եւ գիշերը քո ճշմարտությունը։ Հալելույա։ Ասում է բարի է Աստծուց գոհանալը։ Սաղմոս ասել նրա անունը, որ բարձյալն է, առավոտից պատմել նրա ողորմությունը եւ գիշերը նրա ճշմարտությունը։ Բան չանես, ուղղակի գոհանաս Աստծուց։ Տեր, շնորհակալ եմ։ Այնքան շնորհակալ եմ իմ ընտանիքի համար։ Այնքան շնորհակալ եմ իմ ամուսնու համար։ Այնքան շնորհակալ եմ իմ կնոջ համար։ Այնքան շնորհակալ եմ իմ երեխեքի համար։ Ոչ թե, այս այլանդագում քաշեց է լավ։ Գիտես, երբ որ դու դες բան ես ասում, սիրելիս, երբ որ գոհություն չկա, երեխեն ֆիքսում է։ Ընդ երկնքում էլ ասին, լսիր, խելացի չի, այլանդագ է։ Շնորհալի չի, այլանդագ է։ Շնորհքով չի, այլանդագ է։ Ու դենց այդ այլանդագը սկսում է, այլանդագվել դու ես ասե, չես գոհանում։ Սիրելիս, գոհացի։ Աստված հարություն առե, մեր Տերը հարություն առե, ու եթե կներեք, ու եթե դու էլ ես իր այդ հարություն առե, եթե քո կյանքում էլ է հարություն առե, ուրեմն թող քո բերանից հարություն տվող խոսքեր դուրս գան, գոհություն դուրս գա, Աստծուց գոհանաս իր արածի համար, հալելույա։ Գոհության մեջ փրկություն կա։ Հալելույա։ Գոհության մեջ, սիրելիս, հարություն կա։ Մի եղբայր կար, Աստվածաշունչը խոսում է իր մասին, ասում է Հիսուս իրան շատ էր սիրում, Հովանեսը չէ։
Հերա ժողովուրդը ասում էին, որ Հիսուսը Մարիամի ու Մարտայի եղբորը Ղազարոսին շատ էր սիրում։ Շատ էր սիրում։ Ու գիտես, գալիս է ու իրանց ճակերտավոր թվում է, թե Հիսուսը ուշացել է, որ մի քիչ շուտ գար չեր մեռնի։ Ու երբ որ Հիսուսը գալիս է այդտեղ գերեզմանի մոտ, ասում է. «Ուր է տղեն, ուր է հրաշքը»։ Հիսուս ջան, որ դու մի քիչ շուտ գայր, որ մի քիչ շուտ գայր ախպերս չեր մեռնի, ասում Մարտա ջան, Մայրամ ջան։ Նոր ասեցի, ես եմ հարությունն ու կյանքը։ Եթե մեռել էլա, կաբրի։ Եթե մեռել էլա, եթե նույնիսկ մահացել է, կաբրի, գոհացի, կարաս գոհանաս ու փառք տաս Աստծուն։ Հիսուս մենակ իմանաս ինչ եղավ։ Եվ Հիսուսը գիտես ինչ ասում։ Ասում է նայեք, ոնց որ թե դուք չհավատացիք, որ ասում եմ ես եմ հարությունն ու կյանքը, ձեր համար մի հատ պակասացելնի, կներեք ես բարես համար։ Հարություն տամ, տեսեք ինչ է նշանակում, ես եմ հարությունն ու կյանքը։ Ու գիտեք ինչ է անում։ Աստծուն ասում է Տեր իմ Աստված, գոհանում եմ քեզանից։ Հովհաննես 11:41։ Եվ քարը վեր արան, ուր որ մեռելը դրված էր։ Հիսուսն էլ իր աչքերը դեպի երկինքը բարձրացեց եւ ասեց. Հայր, գոհանում եմ քեզանից։ Կարաս ասես, Հայր, գոհանում եմ քեզանից։ Գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Սելիս, քեզ թվում է դու որ խոսում ես, Աստված չի լսում։ Լսում է, ամեն ինչն է լսում է։ Քո գոհությունն էլ է լսում, քո շնորհակալություններն էլ է լսում, քո փնփնտոցն էլ է լսում, կներես որ սենց եմ ասում։ Աստված ամեն ինչ լսում է։ Ու եւ ստեղ տեսեք Հիսուս ինչ ասում, ասում է գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Ու դրանով չի սահմանակվում։ Եվ ես գիշեր, որ միշտ լսում ես ինձ։ Բայց այս շրջակա ժողովրդի համար ասեցի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ։ Ասում ես ինչը որ ասում եմ, իմ համար չեմ ասում։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես։ Ես գիտեմ, որ դու ես ինձ ուղարկե։ Բայց գիտես ինչ է ասում։ Ասում է սա ասում եմ այս մարդկանց համար։ Եվ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. Ղազարոս, դուրս եկ։ Եվ մեռելը դուրս եկավ։ Ոտները եւ ձեռները կապված, պատանով կապված։ Հալելույա։ Տեր ջան, գոհանում եմ քեզանից։ Ես գոհանում եմ քեզանից, որ դու հենց նոր հարություն տվείς 4 օրվա մեռելին։ Գոհանում եմ քեզանից։ Իմ բժշկության համար։ Գոհանում եմ քեզանից, իմ ընտանիքի համար։ Գոհանում եմ քեզանից, որ եկեղեցի ունեմ։ Գոհանում եմ քեզանից, Տեր, որ քեզ ունեմ։ Եթե աշխարհը կկայնի ու քեզի կասի գործ չունես, այդտեղ մի գնա, դրանք շեղված են։ Հասա ես Հիսուսի մոտ եմ գնում։ Հալելույա։ Պողոս առաքյալը Հռոմեացիս թղթում սենց ասում է. Սկզբից գոհանում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսին համար, ձեզանով, Աստծով գոհանում եմ, ասում է, Տիրոջը գոհանում եմ, ձեր համար, Հռոմեացիս 1:8, առաջ գոհանում եմ Աստվածանիցը, Հիսուս Քրիստոսի ձեռքովը ձեր ամենի համար, որ ձեր հավատը բոլոր աշխարհի մեջ պահում եք։
Պատկերացնում ես Պողոսը գոհանում է։ Պողոսը գոհանում է իմ ու քո հավատքի համար։ Իմ ու քո համար։ Կարաս քուր ու աղբերներիդ համար գոհանաս։ Որ շուր ես գալիս կողքիդ քուր ու աղբորը նայում ես, չասես, «Յա, էս էլ աստեղ»։ Լավ է, էլի տոներից տոն եք գալիս, բայց մնացած ծառայություններին ուր եք։ Լսի փառք տուր Աստծուն, որ այսօր ստեղ է։ Փառք տուր Աստծուն, որ այսօր ստեղ է։ Սովորիր գոհանալ։ Սովորեք Աստծուն փառք տալ, ժողովուրդ։ Ոչ թե ամեն փառքն Հիսուսին է, ամեն, հալելույա, չէ, սովորիր սրտով գոհանալ Աստծուց։ Պիտի գոհանամ։ Գիտես Աստծուց ինչի համար պետք է գոհանաս։ Այն ամեն դժվարությունների համար։ Ամեն դժվարությունների համար է պետք է գոհանաս։ Գիտես Աստծուն փառք եմ տալիս այն դժվարությունների համար, որ ես իմ կյանքում ունեցել եմ։ Անկեղծ Աստծուն փառք եմ տալիս այդ դժվարությունների համար։ Գոհանում եմ Աստծուց այդ դժվարությունների համար, որ ես իմ կյանքում ունեցել եմ։ Որով գիտես խի եմ գոհանում, որտեվ իմ Աստված ինձ սովորացրեց, որ դժվարությունը ինձի կոտրելու համար չի։ Դժվարությունը քո համար ուսուցիչ է, որ քեզի սովորեցնում է ամրանալ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինձ ու քեզ սովորեցնում է ամրանալ։ Ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Ոտիդ տակը քանդողների համար գոհացի։ Քեզ թիգունքից խփողների համար գոհացի։ Փառք տուր Աստծուն։ Սիրելիս, վստահ եմ ասում։ Վստահ ասում եմ։ Ոտիդ տակը փորողի համար գոհացի։ Քեզ թիգունքից խփողի համար գոհացի։ Մի օր աղոթքի մեջ ես ստացել եմ Տերիցը, որովհետև դու կանգնած ես Քրիստոս ժայռի վրա և քո թիգունքին Տերն է կայնած։ Ոտի տակը որ փորեն, հանդիպելու են Քրիստոս ժայռին, ապաշխարելու են դառնան Պողոս Առաքյալ։ Քեզ գալու են թիգունքից խփելու, տենալու են, որ քո թիգունքին Տերն է կայնած, ապաշխարելու են դառնան Պողոս Առաքյալ։ Հալելույա։ Սովորել եմ դրա մեջ Աստծուն գոհանալ, սիրելիս։ Ու չեմ վախենում։ Անկեղծ այնքան եմ ուրախացել, երբ որ ես այս հայտնությունը ստացել եմ։ Այնքան եմ ուրախացել այս հայտնությունը, որ ստացել եմ։ Որ ասում են, այս ինչ բանն է կատարվում, այս ինչ տեղից, այս ինչ բանն է քո վրա գալի, ասում եմ թող գա, Տիրոջս հետ հանդիպում կունենա, կապաշխարի կդառնա Պողոս Առաքյալ։ Ես մենակ ուրախ եմ իր համար։ Սովորի գոհանալ։ Հալելույա։ Փառք ես Տեր։ Քույրիկները գալիս են գերեզման։ Մեկ մի հատ բան է տեղ ունենում։ Գալիս են մեկ է հրեշտակ ասում է, այստեղ չի, հարությունը առե։ Այստեղ չէ, Ղուկաս 24:6։ Այստեղ չէ, հարություն առավ։ Սելիս այս տոնը իմ համար սովորական տոն չի։ Ուզում եմ քեզ մի հատ բան հարցնեմ։ Հարության տոնի հետ կապված կա ինչ-որ բան քո կյանքում, որ Քրիստոսի հարության տոնի հետ հարություն առե։ Հալելույա։ Ես բազմիցս վկայել եմ, բայց մի հատ է կվկայեմ Աստծո փառքի համար։ Տերը իր հարության տոնի օրը հարություն է տվել իմ 10 տարվա մեռած ու թաղած երազանքին։ 10 տարի փորձել եմ ամուսնանամ,
10 տարի չի ստացվե։ Երբ որ արդեն չէր ստացում, ասի վերջ, թաղում եմ։ Ու տարե թաղել էի։ Ավելին ասեմ, հույսն էլ հետն էի թաղե։ Հույսն էլ հետն էի թաղե։ Որ հայրը տարին մեկ, 2 տարին մեկ գնում են գերեզման, արդեն գերեզման է չէի գնում։ Բայց մի օր Տերը իր հարության տոնի օրը, գիտես ինչ ասեց, են հույսդ, էստեղ չի, հարություն առե, են որ թաղել էիր, հարություն առե, հալելույա, երբ որ Մոսկվայի եկեղեցում տոնում էինք Տիրոջ հարությունը, Տերիցը խնդրեցի ասի Տեր, խնդրում եմ մենակ, չեմ ասում, գնա ասենց վերևից սենց սլակ, ցույց տուր ասարես ինքնա, ասեմ շանս տուր, հնարավորություն տու ծանոթանամ, ինչքան փորձում եմ ծանոթանամ, կինս գալիս էր եկեղեցի գնում, չէի հասցնում իր այդ ծանոթանայ, սենց քիթը ցծածն են ծեր գնում, որ նույնիսկ համարձակությունս չէր երիկում մոդենայ, բայց հարության տոնի օրը դալիճը լեփ լեցուն էր, երևի 2000-ից ավել մարդ կար, ու ինձ նայում եմ իրանց չեմ տենում, եղբայրներից մեկը հարցրեց, ասում է, էստեղա, ասի չէ, չի եկե, ծառայությունը արդեն վերջանում է, ծառայությունը արդեն վերջացել է, քույրիկներից մեկը մոտեցավ ինձ, կներեք, քույրիկներից մեկը մոտեցավ ինձ ու ասեց, Կարեն եղբայր, մի հատ ընտանիք է հեռու տեղից է, իրանց մեքենան ճանապարհին փճացել է, մետրոյի մոտ են թողե, կօգնես իրանց ինչ-որ բանով, ասեմ, հա լավ կօգնեմ, ուշուր եմ գալիս տենում եմ իրանք են, հալելույա, ասեմ Տեր, ես ընդամենը խնդրել էի, որ ծանոթանայ, բայց մեքենայի փճացնել իմ պլանների մեջ չէր մտնում, բայց գիտեք ինչ տեղ ունեցավ, մեքենան չսարկվեց, Աստծո պլաններ, Աստծո ծրագիրներ, հələ նորմալ իսկի ապագա կնոջս ձենն է չեմ լսե, ուշադիր ես, ապագա կնոջս ձենն էլ իսկի նորմալ չեմ լսեմ, որ ամաչելով խոսում ասենք, ասում ես Կարեն, իսկի ձեռել չի տալի, ասում նառա, գիտես ինչ ա տեղ ունենում, հələ իրա ձենը նորմալ չեմ լսե, Տերը խոսում ա, քոնն ա, քեզ եմ տվե, ես իրանց տանում հասցնում եմ, իրանց ընտանիքին տանում հասցնում եմ իրանց տուն, սելիս, հետ գալուց, արդեն ես գիտեի, որ ես արդեն կին ունեմ, նույն էլ ինքը գիտեր, որ ինքը ամուսին ունի, մի օրում, երբ որ հետ եմ եկեղեցի, ուրախ դեմքով, հով ասմա, մենակ չասես ամուսնանում ես, ասի, ամուսնանում եմ, հովիվ ջան, ասում այդտեղ երեք հարցրեցի, ասի հա ինչ կա ասիր ոչ իման ասի հովիվ ջան, երեք բան չկար, բայց իմ Տեր Հիսուս Քրիստոսը իր հարության հետ իմ մեռած ու թաղած երազանքին հարություն տվեց, հալելույա, որ գնաս գերեզման, են հույսերդ որ թաղել ես, մեկ է կլսես, էստեղ չի հարություն առավ, Են որ քեզ ասել են, թե դու երեխա չունենաս, հույսդ կդրի, կգնաս ընդեղ, կասեն, էստեղ չի, հարություն արես, սպասի երեխեն գալիս ա, են որ ամուսնությանդ հույսը թաղել ես, որ հույսդ կորցրել ես ամուսնանալու համար, մեկ է կլսես, էստեղ չի, հարություն արե, գալիս ա, են որ բժշկությանդ համար ասել են, դու չես բժշկվի, են որ ասել են, դու չես բժշկվի, ասա կգնաս կլսես, էստեղ չի, հարություն առել, գալիս ա, հալելույա, սիրելիս գոհացի Աստծուց գոհացի, ու կլինես Աստծո օրնվածը, ոչ թե ողորմածը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, սիրելիս, ամեն ինչի մեջ և ամեն ինչից առաջ գոհանում էր Աստծուց, գոհանում էր հորիցը, երկրի վրա ապրելով որպես մարդ, որպես 100% մարդ, գոհանում էր,
գոհանում էր, դու էլ գոհացող եղի, ես պիտի գոհանամ, ոչ թե հա կգոհանամ, այլ չէ պիտի գոհանամ, այ որ եղնիկը գոհանամ, չէ ես պիտի գոհանամ, եղնի էլ չեղնի էլ պիտի գոհանամ, ու երբ որ Աստված տենում է, որ դու գոհացող ես, ասում է, ես իմ գոհացող երեխեն պետք է օրնված եղնի, որտև ինքը ամեն ժամանակ գոհանում է, ես պիտի գոհանամ, ես պիտի գոհանամ, հալելույա, Առաջին Կորինթացիս 15:55 Ով մա ուր է քո խայտոցը գերեզման ուր է քո հաղթությունը ուր է բա քո հաղթանակը ով մա գերեզման ուր է քո հաղթությունը չկա հարություն արել չի ստացվել իր մոտ Սադամենայի մոտ չի ստացվել իրան կոդրի որտեվ հարություն արե իր պլանը չի ստացվել Տեր գոհանում եմ քեզանից քո հարության համար Դու որ հարություն չառնեիր մենք փրկվողը չէինք Հալելույա Դու որ չխաչվեիր մենք ապրողը չէինք Հալելույա Հալելույա Մի կնոջ բերում են քարկոցելու մեղքի մեջ անգե Մեղքի մեջ բռնել են քարերը ձեռներ իրանց առած եկել են որ քարկոցեն Նպատակը մենակ կնոջը քարկոցելը չի Նպատակը կնոջ թիկունքում կանգնողին էլ քարկոցելն է Բայց գիտես մեր Աստվածն այս բանը ասում Մեր Աստվածն այս բանը ասում Ասում ով որ մեղ չի գործը թող առաջին ինքը քարկցի Ու գիտես այդտեղով ամնում Այդտեղ մնում է կինը ու կնոջ թիկունքին կանգնած Քրիստոսը Բայց այդ մի հատ կարևոր բան կա Երբ որ Տերը հարցրեց ով կին ուր են քեզ մեղադրողները ասավ չկան Հիսուսը ասեց ես չեմ մեղադրում գնա ու էլ չանես Այսօր քեզ կուզում եմ կոչ անեմ որ գնաս ու էլ չդժգոհես Աստծուն փառք տուր սիրելիս ամեն բանի համար Գնա ու էլ չդժգոհես Իմ ու քո Տեր Աստված բնակվում է իմ ու քո գոհությունների մեջ Գնա ու Աստծուն փառք տուր Հալելույա Կան քաղցրա մեր Աստծո ներկայությունը Արի ոտի կանգնենք Հալելույա Մինչ մեր կարգ ու կանոնի եղբայրները կպատրաստեն հաղորդության սեղանը ուզում եմ մի հարց տամ Կա մարդ որ նման եկեղեցի ընդհանրապես չի եղել ու նման եկեղեցում առաջի անգամ է Սենց եկեղեցի չի եղել Տերը ձեզի շատ օրհնի Տերը ձեզի շատ օրհնի Աստված օրհնի ձեզ Տերը ձեզի շատ օրհնի Փառք Հիսուսին